Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 21-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր: Մենք պետք է պատրաստ լինենք արագ արձագանքելու, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։ Մեծ Բրիտանիայի վարչապետն այս հայտարարությունն արել է տասնյակ երկրների ռազմական պաշտոնյաների հանդիպման ֆոնին, որտեղ քննարկում են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը։ Մեր ծրագրերը կենտրոնացած են Ուկրաինայի երկնքի, ծովի և սահմանների անվտանգության ապահովման, ինչպես նաև ուկրաինացիների հետ աշխատանքի վրա։ Մենք աշխատում ենք տեմպով, քանի որ չգիտենք պայմանագիր կկնքվի թե ոչ։ Ես իհարկե հույս ունեմ, որ այն կլինի, բայց եթե այն լինի, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք անմիջապես արձագանքել, եզրափակել է Սթարմերը։ Այսինքն ակնհայտ է, որ պայմանավորվածությունները ձեռքաբերվում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, այնպես որ եվրոպական երկրները սպասում են այդ համաձայնությանը, ինչպես տեսնում ենք, դեռ համաձայնություն ձեռք բերված չի, ուղղակի նենց ժամանակավոր որոշակի կոնկրետ զինադադարի մասին է էներգոօբյեկտներին չհարվածելու, այն էլ այնպես տեսնում ենք, որ դա էլ առանձնապես չի գործում։ Այդ իսկ պատճառով եվրոպական պետությունները մտածում են, որ մենք պատրաստ լինենք, հենց խաղաղությունը եղավ, մենք անպայման ապահովենք մեր խաղաղապահ զորքեր տեղակայենք այնտեղ։ Եվ անպայման ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև Մեծ Բրիտանիան նույնպես շեշտադրում է, որ այս հարցում ինչ է տեղի ունենալու։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ Պուտինը չպետք է վետոյի իրավունք ունենա Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման հարցում, եթե պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր ստորագրվի։ Կրեմլը պետք է ուղղակի ընդունի անվերապահ հրադադարը, այլ ոչ թե պայմաններ թելադրի։ Այն, ինչ մենք հաստատ չենք կարող անել, Պուտինին անվտանգության ճարտարապետության վետոյի իրավունք տալն է, որը կկարգավորի այս աշխարհը, ընդգծել է Լեմին։ Լեմին հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում առանցքային դեր պետք է խաղան նրանք, ովքեր իսկապես ցանկանում են ոչ միայն ավարտել պատերազմը, այլև թույլ չտալ, որ Ռուսաստանը փորձի կրկնել ագրեսիան ապագայում։ Սա Մեծ Բրիտանիայի տեսակետը, այդ հավաքի արդյունքում հիմա նույնը տեսնենք սրանից հետո ինչպես է արձագանքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մինչև այս հանդիպումը Մակրոնի արձագանքին անդրադարձել ենք, որ նա գտնում էր նույնպես, որ պետք է Ռուսաստանը որևէ դերակատարություն չունենա, որպեսզի արգելի ինքնիշխան պետություն Ուկրաինա, թե ում ընդեղ տեղակայեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինային աջակցող կոալիցիայի առաջնորդները կրկին կհանդիպեն հաջորդ հինգշաբթի, հույս ունենալով վերջնական տեսքի բերել Ռուսաստանի հետ պատերազմում հնարավոր զինադադար ապահովելու ծրագրերը։ Մենք կանցկացնենք կամավորների կոալիցիայի հերթական հանդիպումը Փարիզում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի մասնակցությամբ, ասել է Մակրոնը։ Ինչ ասել է կամավորների կոալիցիա, դրան նույնպես անդրադարձել ենք, դա այն պետություններն են, որոնք ցանկություն են հայտնել խաղաղապահ առաքելությամբ հանդես գալ, նախաձեռնությունը դա Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայինն է, չնայած բավական ակտիվ է նաեւ Գերմանիան, բայց որոշ երկրներ նույնպես ասել են, որ մենք էլ ենք պատրաստ մեր խաղաղապահ առաքելությամբ մեր զինվորներին տրամադրենք։ Իսկ հիմա տեսնենք ինչա տեղի ունենում նաև պատերազմի թաթերաբեմի հետ կապված քաղաքական առումով։ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Տրամփը եւ Վլադիմիր Պուտինը վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել են, որ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում իբր շրջապատված են։ Ոչ միայն Կիևը, այլև շատ անկախ վերլուծաբաններ, սակայն պնդում են, որ դա այդպես չէ։ ԱՄՆ մի քանի հետախուզական գործակալություններ, այդ թվում կենտրոնական հետախուզական վարչությունը, հանգել են եզրակացության, որ ուկրաինական բանակը նահանջում է Կուրսկի շրջանից, բայց ընդհանրապես շրջապատված չէ։ Մարտի 13-ին Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում ունեն միայն երկու տարբերակ՝ հանձնվել կամ մահանալ։
Հաջորդ օրը Տրամպը ցանցերում գրել էր, որ խնդրել է Պուտինին խնայել ուկրաինացի զինվորների կյանքը, ինչը մարտի 18-ին նրանց հեռախոսազրույցի թեմաներից մեկն էր։ Տրամպը մի քանի անգամ կրկնել է Ուկրաինայի զինված ուժերի շրջափակման մասին պնդումները։ Առիթ եղել է, նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, կհիշեն, որ ես ասացի, որ հանգիստ ձևով կարողանալու են հետ գան այն նպատակը, որ իրանք արեցին, այդքան մնացին անցյալ տարվա օգոստոսի 6-ից, լրիվ բավարար է, որ ավելորդ կորուստներ չտան, մանավանդ պատերազմի ոգին է փոխվում, պատերազմի ռազմավարությունն է փոխվում Միացյալ Նահանգների միջամտությունից հետո։ Իմաստ չկա դաժան պայքար, բայց եւ միևնույն ժամանակ այդ նահանջելն էլ որոշակի տրամաբանություն պետք է ունենա։ Իրանք շրջափակված չեն, ինչքան ուզում է Ռուսաստանը պնդի։ Իսկ հիմա համարենք Ռուսաստանը ճիշտ է ասում։ Ռուսաստանն ինչ էր ասում Պուտինը։ Երկու տարբերակ ունեն՝ հանձնվեն կամ մահանան։ Հիմա հանձնվել են։ Այդ ասել է մարտի 13-ին, այսօր մարտի 21-ն է, 8 օր անցել, հանձնվել են, չէ, մահացել են, չէ, կռվում են դեռ։ Բա ինչ է ձեր ասածը։ Այսինքն այդ ուղղակի նրա համար, որ տեսեք ինչ մարդասիրական քայլ է անում Ռուսաստանը, Ամերիկան զիջումների հետ կապված Տրամպն ասել, դե տեսար մի բան է խնդրեցի, ինքը իմ խոսքը հարգեց, այնպես որ մի ուրիշ բան էլ պետք է դուք զիջեք, էլի։ Դա այնքան պարզ էր, որ նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները դա չեն հաստատում, այդ ում ինֆորմացիան էր հաստատում Դոնալդ Տրամպը, Ռուսաստանի անվտանգության աշխատակիցների։ The New York Times-ը ինչ է ասում։ ԱՄՆ շտապելով հրապարակել Ջոն Քենեդիի սպանության մասին գաղտնազերծած փաստաթղթերը, պատահաբար բացահայտել է հարյուրավոր մարդկանց անձնական տվյալները։ Փաստաթղթերում բացահայտվել են կենտրոնական հետախուզական վարչության գործակալի առնվազն 1 ամբողջական անձնական գործ եւ հարյուրավոր այլ մարդկանց ապահովագրական պոլիսների համարներ։ Այն դեպքում, երբ որ իմաստավորներ տենց շատ հապշտապ այդ ամեն ինչն անել, այդքան տարի մնացած գործի, կարելի է մի հատ լավ ուսումնասիրել ընդհանրապես ինչը գաղտնազերծել, ինչը չէ, եւ նորմալ աշխատանք տանել։ Առավել եւս ի սկզբանե ասում էին, որ չեն գաղտնազերծում ոչ թե եսի ինչ պատճառով, այլ չեն գաղտնազերծում այն պարզ պատճառով, որ դեռ կան մարդիկ, որոնց տվյալները այնտեղ կան, այդ մարդիկ ողջ են, կարող է նրանք խնդիրներ ունենան։ Այդ ամեն ինչը հաշվի չառնելով հիմա գաղտնազերծել են հսկայական փաստաթուղթ, որ փաթեթ, որի պարագայում նաև եղել է կոնկրետ տվյալներ։ Ես սա առաջի դեպքը չի, համարենք սա անփութություն է։ Այն էլ էր անփութություն, որ մի բացահայտում էլ արեցին բանը USAID-ի հետ կապված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը USAID-ի միջոցով էլի միջազգային զարգացման գործակալության, որը ցանկանում են փակել, հիմա դատական քաշքշուկի մեջ են Դոնալդ Տրամպը, որ ցանկանում է փակել, իրանք ինչ գաղտնազերծում արեցին, որ մի շարք Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտնի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Ուկրաինա են գնացել նախկին իշխանությունների ցուցումով, որպեսզի նես դրական ֆոն ստեղծեն Ուկրաինայում իրանց այցելությամբ Ամերիկայից քաջալեր են, բայց դրա դիմաց իրանք ֆինանսավորվել են։ Այսինքն ոչ թե նրանք մարդասիրական, հայրենասիրական մղումներով են գնացել, այլ ուղղակի իրանք ֆինանսավորվել են եւ անգամ գումարի չափերն են գրել։ Պայմանականորեն մենակ մասնավորապես ասենք Անջելինա Ջոլիի մասին էր գրած, Ժան-Կլոդ Վան Դամի մասին էր գրած։ Եվ էլի մարդիկ կային, բայց խնդիրը ստեղ ուրիշ է։ Ենթադրենք դա եղել է, դուք նման ցանկություն չունեք, ցանկանում եք խնայել, լավ եք անում, խնայեք, հա։ Բայց եթե դուք դա բացահայտում եք, դա Անջելինա Ջոլիին ու Ժան-Կլոդ Վան Դամին չեք բացահայտում, կամ էլ Ջո Բայդենին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը բազմաթիվ խնդիրներով դիմում է հայտնի մարդկանց, որոնք իրանց օգնեն։ Բազմաթիվ խնդիրներով դիմում է Հոլիվուդում էլ կարող է որոշ բաներ նկարեն, որոշ ֆիլմերում պրոպագանդիստական բաներ անեն, որը որ նպաստի դրանով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կառավարվող ինչ որ մի քաղաքականության, այսինքն դա ընդունված բան է, բայց դա ձեր խոհանոցն է, դա Ամերիկայի խոհանոցն է, դա Բայդենի խոհանոցը չէ։ Չի կարելի նման բացահայտում անել, վաղը ձեզ էլ է նման բան պետք գալու։ Մեկին դիմեք, պետք է ասեն հաջողություն, այ բերան բացներ։ Մենք ձեր ասածը չենք անելու, որովհետև ձեր ասածը անելուց հետո դնելու եք հրապարակեք։ Չի կարելի նման բան, դա պետության գաղտնիքն է, պետության գործիքակազմն է, որը բացահայտման ենթակա չի, ինչքան ուզում եք նախկիններին քննադատեք։ Այդպիսի հոտառության բացակայություն, եթե
արվեց խորհրդային միության ժամանակ մի կերպ ներելի էր, բայց ես լավ հիշում եմ դա մինչև այսօր մտքիցս չի անցել, ոնց կարելի էր տենց բան անել։ Եթե ես ուղղակի դա չհիշեի ու տպավորած չլեր, որտեղից պիտի մտքովս անցներ մանգայի, որ դա գտնեմ, չէ՞։ Խոսքը ինչին էր վերաբերվում, որ այն ժամանակվա խորհրդային միության Վադիմ Բակատինը, որը KGB-ի պետն էր, վերջում իհարկե անունը փոխել են, բայց KGB-ն մնում է KGB, ինչքան ուզում ես անունը փոխի։ Եվ նրանք ինչ արեցին դեկտեմբերի 5-ին 91 թվականի, այսինքն խորհրդային միությունը լուծարվելուց 3 օր առաջ գնացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն Մոսկվայում, այն նոր շենքը, որ կառուցում էին, բավական երկար տևեց, տեղափոխեցին այդտեղ, գնացել էր դեսպանի հետ հանդիպման եւ տարել էր մի 10 էջանոց փաթեթ, թե ինչպես են դրել լսող սարքերը, որտեղ են տեղադրել եւ ինչ սարքավորումներ են կիրառել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական աշխատողներին ձայնագրել։ Այսինքն որպես բարի նշան, հարգանքի նշան, վստահության նշան, վերցել են իրենց պրոֆեսիոնալ գաղտնիքը հանձնել Ամերիկային։ Դուք պատկերացնում եք, Ամերիկայի դեսպանը աչքերը դժվարում եմ պատկերացնեմ, որ դες նկարագրեմ, աչքերը այսքան էր դառել, ասում է սա Պուշնովը, ով է իր գաղտնիքը գալիս sense վստահում հակառակորդ պետությանը, նույնիսկ եթե դա մրցակից պետության, որտեղ ոչ միայն տեղադրված լսող սարքերի մասին էր խոսքը, այլ նաև այն տեխնիկան, որը կիրառվել էր, որ դրանով լսեն, այսինքն մի ամբողջ գաղտնի ինդուստրիա բացահայտել է իր Ամերիկայի համար եւ մարդիկ դիմեցին ասին այմա դրեք սրան դատեք որպես հայրենիքի դավաճան, էս ինչ է անում մինչեւ այսօր ես տպավորված էի դրանով թե ոնց կարելի է պետության դեմ տենց բան անել իբր թե բարի կամքի դրսևորում այո դրանից հետո խորհրդային միությունը լուծարվեց 3 օր հետո Ռուսաստան եղավ, բայց Ռուսաստանը տիրապետում էր այդ գաղտնիքներին, այդ ամեն ինչի իրավահաջորդն էր, չի կարելի նման բան անել, դա շատ ծանր հարված է հասցնում պետությանը, ոչ թե նախկին իշխանությանը, չէ նախկին իշխանությանը այնքան ինչ ուզում եք ասեք, բայց այդ կարգի բաներից վաղը դուք եք օգտվելու։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ինչ է ասել։ Հիմա սա էլ նայենք, այս էլ մեր հետ կապված նաև Ամերիկայի են առաջվող էր դրա համար։ Մոսկվան Երևանից տեղեկատվություն է խնդրել ԱՄՆ-ի Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին։ Մենք տեսել ենք այդ հրապարակումները եւ անմիջապես հարցրել մեր հայ գործընկերներին։ Նախնական առումով մեզ հայտնել են, որ նման պաշտոնական հարցումները Վաշինգտոնից չեն ստացել։ Ասել է Զախարովան։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապակայունացնող գործոն եւ հավաքական արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու փորձ։ Մենք անշուշտ կհետևենք այս թեմային, ընդգծել է Զախարովան։ Իհարկե չմոռանանք, որ սա խոսվում էր նրա մասին, որ սա ուղղակի զորավարժությունների համար է, Գերմանիայից բերելու են, որոշ ժամանակ հետո նորից վերադարձնելու են։ Բայց ենթադրենք բերում են եւ ամբողջը չեն վերադարձնում։ Մեկը մի հատ հարց տա, Մարիա Զախարովա, բա որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զենքն ու զորքը գտնվում է Ադրբեջանում, Ադրբեջանը հարավային Կովկաս չի։ Բա որ Շայգուն այն ժամանակ նախարարն էր պաշտպանության Ռուսաստանի, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր մենք փայլուն օպերացիա իրականացրեցինք Արցախում, բայց արդյունքում թուրքական բանակը, ՆԱՏՕ-ի բանակը մտցրեցիք հարավային Կովկաս, բայց այդ ժամանակ չէիք մտածում կայունության, անվտանգության, ապակայունացնող գործոնների մասին։ Կամ ի վերջո մի բան հասկանանք։ Հարավային Կովկասը 3 հանրապետություն ունի՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան։ Վրաստանն ու Ադրբեջանը եղել են ՀԱՊԿ-ի անդամ, հասկացել են, որ իրանք այդտեղ անելիք չունեն եւ դուրս են եկել ՀԱՊԿ-ից։ Այսինքն հարավկովկասյան 3 երկրներից 2-ը ՀԱՊԿ-ի անդամ չեն։ Հայաստանն է սառեցրել է։ Ինչն ենք ապակայունացնում, եթե արևմուտքի որևէ ձևով որևէ զենք մտնի Հայաստան։ Ինչն ենք ապակայունացնում։ Այսինքն այդ ինչ բաժանարար գծեր ենք քաշում հարավային Կովկասում, եթե հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի դաշնակից որևէ պետություն չկա։
ոչ միայն հապկի դաշնակից, նույնիսկ եթե Ռուսաստանի հետ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ունի, դա չի պարտավորեցնում Ադրբեջանին ռուսական զորք ունենալ իր տարածքում, այսինքն բա այդ դեպքում հարցա ծագում, ոնց է որ եթե ինչ որ մի առումով բա ինչ գործ ունի այնտեղ Թուրքիայի բանակը, նշանակում է որևէ պարտավորություն չունի, չէ՞ Ադրբեջանը Ռուսաստանի հետ գործընկերության հարցում, որ չի կարող ՆԱՏՕ-ի բանակը լինի իր տարածքում, Ադրբեջանը այդ խնդրեմը չունի, Վրաստանը, ինչպես տեսնում եք, լավ էլ գործընկերություն ուներ ՆԱՏՕ-ի հետ որևէ խնդրեմ չկար, անգամ իրանք հանրակրվե արեցին 2008 թվականի հունվարի 5-ին եւ 77%-ը վրացի ժողովրդի ընտրողների ձայնը տվեց հօգուտ ՆԱՏՕ-ի անդամակցության, սա է վերաբերմունքը, ուզում եմ իմանամ մենք ինչն ենք ապակայունացնում, այսինքն այդ ոնց ենք բաժանարար գիծ քաշում, եթե 3-ից 2-ը ձեզ հետ չի, մի հոգին էլ ձեզ հետ սառեցրել է, սառեցրածից եք վիրավորվում, դուրս եկածից չեք վիրավորվում, լավ էլ հետո ուզում եք գործընկերություն անեք, այս ուղղակի սա նաև նրա համար, որ երբ որ նման բաներ ասում են, հարցը նա չի, որ նրանք ասեն ընդհանրապես ուշադրություն չդարձնենք, ինչի չդարձնենք, որ չիմանանք մեր մասին ինչ են խոսում, եւ ուշադրություն դարձնենք եւ բանի համար անհրաժեշտության դեպքում էլ թող մեր իշխանությունները հակադարձեն, ասեն մի հատ կարող եք ասել մենք ոնց ենք արճակատման սխեմա ստեղծում հարավային Կովկասում, ում դեպ ենք արճակատվում, բայց այս արդեն անհարմար բան էր, որը հիմա ես կարդամ մեզ վերաբերվող Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլիկ հարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում եւ մտադիր է հետագայում զարգացնել երկկողմ հարաբերությունները Պեսկովը մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրությունը, որոնցում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել կապերը ռուս գործընկերների հետ։ Այսինքն նման կարգի հարց են տալիս եւ նա պատասխանում է, որ այո, ինքը տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանը գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել կապերը ռուս գործընկերների հետ։ Այն ինչի մասին մենք շատ լավ գիտեինք, այն ինչքան որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Եվրոպա գնալու մասին։ Էդ էլ գիտեինք, թե որքանով է դա իրական, իրանց պարագայում, որտեղ մի հատ Եվրոպայի անուն են տալի, 10 հոգի պաշտոնյաներ հերքում ասում են մենք դուրս գալու ցանկություն չունենք ԵԱՏՄ-ից, մենք Ռուսաստանի հետ շարունակում ենք սերտ համագործակցությունը, որ անկած ռուսները չնեղանան։ Իսկ հիմա ինչ է ասում Պեսկովը, իրականում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները չեն ընդհատվել եւ չեն կարող ընդհատվել։ Հայաստանը մեզ բարեկամ երկիր է։ Այն ինքնիշխան պետություն է, սակայն մեզ շատ բան է միավորում, երկկողմ պատմական եւ մշակութային առումով, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով։ Բայց շարունակությունը նայեք։ Խայտարակությունը սա է։ Մենք ավելի քան գոհ ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի այդ փոխադարձ վերաբերմունքից եւ պատրաստ ենք դրանք ամեն կերպ զարգացնել, նշել է Պեսկովը։ Եթե լավ եք հիշում, վերջի ամբողջ շրջանում ինչ որ լնում էր այս նույն պաշտոնյաները Պեսկովն լի, Զախարովան լի, շատ կոշտ ձևով արձագանքում էին, քննադատում էին մեր իշխանություններին, տարբեր տեսակի պիտակներ կպցնում, իրանց այդ համապետական ալիքներով քննարկումների ժամանակ շատ կոշտ ձևով արձագանքում էին, մեր իշխանությունների հասցեին վիրավորական բաներ ասում, որ մենք կասկածի տակ ենք դնում գործընկերությունը, բարեկամությունը եւ այլն, շատ լավ հիշում եք այդ ամեն ինչը։ Բայց ինչ կատարվեց, Ռուսաստանը, որ ոնց որ թե Ուկրաինայում իր դիրքերը լավ ամրապնդվել է, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը իր հետ Պուտինի հետ մի թիմից են խաղում ընդդեմ Ուկրաինայի, ոնց որ իրանք այդպես են պատկերացնում եւ չէին կարծում, որ նաեւ Եվրոպան էլ կոշտ ձևով այդ ամեն ինչին մասնակից կլինի եւ չի թողի, որ Ուկրաինայի հետ փորձեն վարվել ուժի դիրքերից, բայց այս պարագայում մեկ է Ռուսաստանը այսեն ջերմ վերաբերմունք արտահայտում Հայաստանի հասցեին, հատուկ ընդգծում, որ ավելի քան գոհ ենք այդ հարաբերություններից, բայց իշխանությունները կարող է մի հատ բացատրեն ասեն, այդ ինչ են կարել, որ տենց ավելի քան գոհ եք, Ռուսաստանի այս ավելի քան գոհը դուք հասկանում եք, դա ինչ է, դա նշանակում է ոչ հրապարակային Նիկոլ Փաշինյանը, թե ինչեր է ասել ռուսներին, թե ինչ ձևի է ինքը, քանի որ նախորդ անգամները թե ինքը հավատարմության ինչ
ինչ կարգի երթումներ էր տալի, ինչ բառապաշարով եւ ինչ ժեստերով անհարմարության աշճան ցավալի է մեզ համար։ Ու բացարձակ կապ չունի դու Փաշինյան ընտրել ես, չես ընտրել, դա քո պետությունն է ներկայացնում, Ժողովուրդ ջան, ցավալի է բոլորից համար։ Այդ մեր խնդիրն է, թե ինչ գործ ունի ինքը վարչապետը լինի, բայց եթե ինքն է ներկայացնում Հայաստանը, եթե ինքը գնում է Հայաստանը ստորացնում է, այդ մենակ իրան չի ստորացնում, մեզ էլ հետն է ստորացնում։ Ինչքան ուզում է մենք չհաշտվենք այդ մտքի հետ։ Հիմա պարզվում է, որ այս այն մյուս փուլն է։ Լա այն ժամանակ լա ասում են, որ եկեք այստեղ խոստումներ ես տվե գնաք ու ժողովրդին ասա։ Այսինքն նույնիսկ հիշացնում են, թե պետք է կհանենք ձայնագրությունները ցույց կտանք։ Իսկ հիմա արդեն լրիվ հրապարակային ձևով ասում են, որ ժողովուրդ ջան, իմացեք, ինչա կատարվում։ Իսկ հիմա մենք հասկանանք, թե մեր իշխանությունները, որը համառորեն ասում են, այ մենք պատրաստ ենք խաղաղության, ամեն ինչ անում ենք, ամեն օր են այդ մասին խոսում եւ մի պաշտոնյա չի խոսում, ինչքան մենք գնում ենք զիջումների, այնքան Ադրբեջանը կոշտացնում է դիրքերը։ Բայց այդ դեպքում մենք ոնց որ թե կարծում ենք, որ ամբողջ աշխարհը ողջունել է, պետք է որ դրանից հետո Ադրբեջանը վախենար, որ արագ չստորագրեր։ Բոլորն ասում են հիմա սպասում ենք արագ ստորագրման։ Անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդականը ներողություն անվտանգության գծով Միացյալ Նահանգների նախագահի, որը որ ասեց ես խոսել եմ, ես ինչ որ պետք է ասել եմ Ադրբեջանին, որ ասում ենք այտենց լավատեսական պետք չի ընդունել, լավ է որ Ամերիկան խառնվել է, բայց միանգամից ասել տեսեք ոնց ինչա տեղի ունենալու, այդքան էլ լավ չեք գնահատում իրականում ինչա կատարվում, որի պարագը մենք նույնիսկ չգիտենք, թե Հարավային Կովկասում ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես ինչ պատկերացում ունի։ Եվ այս պարագայում հիմա մենք տեսնում ենք, որ այդ զիջումները ոնց որ թե եթե այդ երկու կետը, որոնք որ երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները համաձայն չէին, եթե դա իսկապես մեզ համար ձեռնտուները շուտ կհամաձայնվեին։ Այդքան ձգելու նպատակը նա էր որևէ կերպ համոզեն։ Անկամ Փաշինյանն ասում էր պատրաստ ենք թուղթը ստորագրենք, ախր պատրաստ է, այդ երկու կետն էլ առանց այդ երկու կետի ստորագրենք, հետո դրան կանրադառնանք, կատեգորիկ ադրբեջանցին դեմ էին, հիմա մերոնք ասին լավ գոնե համաձայնվենք, զիջումների են գնում համաձայնենք, դե ստորագրեք, իսկ իրանք զիջումը փոկեցին էլ նրանց ինչին է պետք ստորագրել։ Հիմա հաջորդ զիջումն են պարտադրելու, արդեն դնելով նախապայմանի ձևով։ Հիմա Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի ադրբեջանցիների ապահով եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը։ Այդ ինդիկատորն են 300,000-ի մասին է խոսքը։ Բացահայտի շուրջ 4,000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը եւ համագործակցի ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում։ Դե արի այս մարդկանց համար 4,000 անհետ կորածի քտի եւ տուր իրանց, այդ ոնց են կանելու դա։ Եվ իրականում դուք կարծում եք, որ մենք իսկապես դրա տվյալները ունենք։ Խաբա դա իրենց ընդհանրապես պետք է, որպեսզի թուղթ ստորագրեն, նախապայման դնեն։ Հիշեցնում ենք շարունակում է, որ իր հարևանի դեմ ագրեսիան սկսել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը, որը բոլոր ադրբեջանցիներին վտարել է թե իր երկրի տարածքից, թե շուրջ 30 տարի օկուպացված հողերից եւ իրականացրել զանգվածային սպանություններ ու ավերածություններ։ Ադրբեջանը երբեք օկուպացիոն քաղաքականություն չի վարել Հայաստանի նկատմամբ։ Իսկ հիմա նորից էլ ես հիշացնեմ, ինչն է իրավունք տալի Ադրբեջանի, երբ որ պատերազմը իրանք են սկսել հարձակվել Արցախի վրա, իսկ Հայաստանը հանձնառու էր Արցախի անվտանգության համար գնացել է հասել է օգնության, այսօր ներկայացնում են, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, մենք ենք օկուպանտ, որ հաշվի առնելով նաև այն տարածքները, նաև ազատագրված տարածքները կամ անվտանգության գոտին եւ Արցախի հետ կապված, որովհետեւ ամենից կարևորը, որ այս հարցի հետ իրավունքը տվեց Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ ասեցին ոչ, Արցախը 91 թվականից է եղել Ադրբեջանի կազմում, դա հատուկ արվեց, դա պետական հանցագործություն էր երկուսի կողմից էլ, ես զարմանում եմ, որ մինչև այսօր, ես իրավաբան չեմ, թե չես կգրեի կներկայացնեի, որ իրանք դա հատուկ նպատակային արեցին, որպեսզի Ադրբեջանը իրավունք ունենա Հայաստանին համարի օկուպանտ։ Դրանից հետո իրանք լավ էլ հայտարարում են եւ պնդում են, որ այո Հայաստանն է օկուպանտ։ Մեռանք բացատրելով, որ 91 թվականին, 92 թվականին, երբ որ առաջի Արցախյան պատերազմը սկսել է, այն ժամանակվա փաստաթղթերով մենք ժամանակ միանգամայն հիմք ունեինք Արցախին պաշտպանելու։ Բացի դրանից, մինչև այսօր Ադրբեջանը պնդում,
որ Հայաստանի սահմանադրության մեջ երբ որ կա անկախության հռչակագիրը, դա ուժի մեջ է, դա նշանակում է, որ Հայաստանը մինչև այսօր պահանջատեր է Արցախի համար։ Եթե մինչև այսօր պահանջատեր է 92 թվին ոնց չէր պահանջատեր։ Եթե այդ փաստաթուղթը Ադրբեջանը օրինական է համարում եւ ասում է սահմանադրությունը փոխեք դա հանեք, դա նշանակում է ինքը ընդունում է, չէ՞ որ մենք համապատասխան այդ փաստաթղթի, եթե այսօր կարող ենք Ադրբեջանից տարածք ուզել, 92 թվականին հաստատ կարող էինք ուզել, բայց իսկ ով Ադրբեջանին օգնության հասավ, Հայաստանի վարչապետը եւ Հայաստանի նախագահը։ Այո, ես դրա համար ասում եմ, եթե որևէ մեկը գտնում է, որ իրանց արածը հանցագործություն չի, կամ թող իրավաբաններն իրանց դատի տան, կամ թող ինձ դատի տան, ես գնամ դատարանում ապացուցեմ, որ իրանց արածը հանցագործություն է, նման հայտարարություն անելը, նախ անօրինականություն է, իսկ այդ անօրինականությունը համառորեն պնդելը դիտավորություն է։ Մի անգամ ասեինք լավ, ժողովուրդ ջան, կարող անգրագետ են թյուրիմացության մեջ են, ընկե տենց են ասել, հնարավոր է, կամ հասկացանք Ալիևը ասել է, արեք, նրանք էլ արել են, դե ինչ կարա, ով կարա Ալիևի խոսքից դուրս գար, Հայաստանի նախագահը թե վարչապետը, բայց ի վերջո երբ որ բացատրում ենք, որ դա տենց չի, որից հետո շարունակում են մի քանի անգամ պնդել, այն էլ վարչապետը ազգային ժողովի բարձրամբյոնից կամ հարցազրույցի ժամանակ, ասուլիսի ժամանակ, դա արդեն դիտավորություն է։ Եվ այս պարագայում դրա համար Ադրբեջանը իրան իրավունք է վերապահում, ասում է 30 տարի դուք եք հարձակվել, մենք օկուպանտ չենք եղել։ Ինքը հարձակվել է Արցախի վրա, օկուպանտը մենք ենք։ Ով է դրա բերան լեզու դրել, հենց մեր նախագահն ու վարչապետը։ Միևնույն ժամանակ մենք մտադիր չենք աչքփակել Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված շարունակվող տարածքային պահանջների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ լուծարված հակամարտության հետ կապված այլ ինստիտուտների կառուցվածքը պահպանելու փորձերի հետ։ Այ ուշադրություն դարձրեք, նույն ասացի մեջ երկու իրար հակասող բան։ Համ մենք օկուպանտ ենք, համ մեր փաստաթղթերով մենք իրավասու էինք, մտնենք Արցախին պաշտպանենք։ Ով պետք է բասա ջրի երեսանի։ Ինձանից հասնում է ես դա վերլուծեմ ասեմ, հրապարակային էլ ասում եմ, թաքուն չեմ ասում, դե օգտվողը թող օգտվի։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված էլ մի հատ բան էլ կա, կասեմ նաև մեր մի քանի օր առաջ որ անդրադարձել էր մեր արտգործ նախարարությունը, դրա հետ կապված ուղղակի կասեմ, սրանք նույնը կրկնում են, էլի։ Մենք կրկնում ենք Հայաստանը կկարողանա խաղաղության պայմանագիր կնքել միայն առկա խոչընդոտները վերացնելով։ Այսինքն իրանք նախապայման են դնում կոնկրետ եւ այդ կոնկրետ նախապայմանի հետ կապված պահանջը դնում են։ Մերոնք ասում են խաղաղության պայմանագրի մեջ սահմանադրության փոփոխության կետ չկա։ Դա նախապայման ինչ կապ ունի, բերեք խաղաղության պայմանագիրը ստորագրենք։ Իհարկե չկա, բա որտեղից պետք է լինի։ Ինչի Նիկոլ Փաշինյանը կարար ստորագրել, ասել պարտավորում եմ, որ ժողովուրդը կգնա 700,000 ձեն կտա։ Ոնց կարա նա պայմանագրի մեջ նման բան գրեր։ Նույնիսկ եթե գրեր պարտավորվում եմ հանրաքվե անցկացնել, այդ էլ եթե պայմանագիր է, նա կատարման ուժ ունի, դու պարտավորությունդ կարող է կատարել, բայց ժողովուրդը այդ ձայնը չտար։ Այսինքն դա չաշխատող բան էր, բնական է նրանք թողել էին նախապայմանի, մի բարդ բան չէր հասկանալու համար։ Ինչ վերաբերում է պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվող հայ գերիներին ազատ արձակելու կոչերին, հիշեցնում ենք, որ նրանց գործերը դիտարկվում են միջազգային եւ ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը Ադրբեջանի իրավունքն ու պարտականությունն է, ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նորից սրան էլ ասենք, էլի հերթական անգամ ասենք, որտեղ ամեն օր եթե հարադառնում են մեր կողմից ձայն չկա կամ էլ բավարար ձևով չկա, տպավորությունը առաջանում, որ իրանք ճիշտ են ասել։ Հիմա իրանք ընդունում են, որ Արցախում ապօրինի իշխանություն էր։ Ինչով էր ապօրինի իշխանություն, հանրաքվե չէին արել։ Ինչով էր ապօրինի։ Իրանք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն էին հռչակել։ Հանրապետությունը հռչակելուց հետո հանրաքվե էին արել։ Հանրաքվեի արդյունքով արդեն 92 թվականի հունվարի 6-ին հայտարարել են Արցախի պետական անկախությունը։ Հիմա դուք ասում եք, մենք չենք ճանաչում, որ իրանք հանրաքվեն արել են։ Նա հանրաքվե չճանաչելը ոչ մի կապ չունի, պետությունը կարող է լինել չճանաչված, բայց լինել պետություն։ Միջազգային իրավունքի սուբյեկտ չլինի, որովհետև 100-ից ավել պետություն Կոսովոն ճանաչել է, բայց չճանաչված պետություն է, հետո գոյություն չունի։ Բայց խնդիրը ուրիշ է։ Դուք ընդունեք կամ դուք պետք է ընդունեք, որ այդ հանրաքվեն ճիշտ է եւ իրանք անկախ պետություն էին,
խորհրդային միության օրենքներով են շարժվել, կամ դուք պետք է ընդունեք, եթե դա մերժում եք։ Ուրեմն Արցախի որոշումը Հայաստանին միավորելը 89 թվականի դեկտեմբերի 1-ին, որ էլ խորհրդային միության օրենքների շրջանակում ա եղել, դա մնում է ուժի մեջ։ Եթե մեկը չեք ճանաչում, ուրեմն նա այս նախորդն է գործում։ Բայց մենք այդ երկուսը մեր ձեռքին ունենալով թույլ ենք տալիս, որ իրանք մեզ մեղադրեն, այդ մեղադրելու մեջ էլ երկու կետով մեղադրում են, ու այդ երկուսը իրար մեջ կետեր են։ Ով պետք է դրանով զբաղվի։ Իսկ հիմա շարունակությունը նայեք, որ չկա, որ ադրբեջանցիները սա չասեն, եւ որ չկա, որ մեր հատկապես իշխանական լրատվամիջոցները այս լավաշով սրանց ասածները չդնեն։ Բայց այդ ամեն ինչը դնում եք, մարդիկ կարդում են, անհանգստանում են, հարցնում են, բայց մենք ինչ ենք անելու։ Բայց մենք չասենք, ժողովուրդ ջան, սա ինչ է նշանակում։ Մանավանդ որ իշխանությունների հակադարձումները, փաստարկները համոզիչ չի ինչի, որտեղ դուք ասում եք, դե մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք էլ ասում ենք համաձայն ենք, ուզում եք դե արեք։ Այդ մի հատ հմուտ տղակար չէ, ասում էր հմտությունը հարևանների հետ հարաբերություն հաստատելն է առանց դրսի միջամտության։ Դե հիմա ասում ենք հարգելի հմուտ, դե մի այդ հարցերը լուծի, մենք համաձայն ենք, ախպեր, դե լուծի, ասպես չի ստացվում, չի համաձայնվում Ադրբեջանը, բայց դա էինք ասում։ Նշանակում է քո բռնած քաղաքականությունը, քո ռեգիոնալ քաղաքականությունը, ցախողված է, խոստովանեք, դրա մասին է խոսքը, որ խոստովանեք, համենայն դեպս գոնե կլսեք նաև ուրիշ մարդկանց կարծիքները։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է. Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, վերջ դնելու երկարամյա ճգնաժամին։ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքների ներկայիս տեսքով տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Մենք կցանկանայինք, որ այդ պահանջները բացառվեին Հայաստանի սահմանադրությունից, քանի որ եթե դրանք մնան, կարող են լուրջ վտանգ ներկայացնել ապագա խաղաղության համար։ Մենք չենք ցանկանում որևէ իրավական հիմք թողնել ապագայում հայերի կողմից մեր տարածքների նկատմամբ պահանջներ ներկայացնել հնարավոր փորձերի համար։ Ուստի հիմա գնդակը Հայաստանի դաշտում է, հայտարարել է Ամիրբեկովը։ Այսինքն իրանք հաստատում են, որ մեր սահմանադրության մեջ գրած է նախաբանը ուժի մեջ է գործում է, եւ մենք դրանով հենվելով կարող ենք լրիվ իրավական ձևով տարածքային պահանջ ներկայացնել Ադրբեջանի։ Սրանից ավելի լավ օգնություն մեզ էլ ինչ եք ուզում Ադրբեջանի պատին սեղմելու համար։ Բացի այդ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար նաև լուծարել ԵԱԿ Մինսկի խումբն ու համապատասխան կառույցները։ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանական սահմանին բարեկություն իրականացնող եվրոպական զինված ուժերը նույնպես ստիպված կլինեն լքել մեր տարածաշրջանը։ Մենք խորապես համոզված ենք, որ մեր հարաբերությունների ապագան Ադրբեջանի Հայաստանի ձեռքերում է եւ այս հարցում որևէ երրորդ կողմի կարիք չկա, դրսի ուժերի կարիք չկա։ Եթե հարց է ցակում, իսկ եթե սահմանը խախտեք, ով է մեզ պաշտպանելու։ Մենք չենք պատրաստվում ձեր վրա հարձակվենք, բայց մենք ձեզանից ամեն ինչ է սպասում ենք։ Իսկ հիմա երբ որ ասում, քանի որ սաների անդրադարձան մի հատ հիշեցնեմ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ երկու օր առաջ անդրադարձել էր այն հարց, որ իրան տվել էին, թե Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱԿ Մինսկի խմբի լուծարելու եւ ՀՀ սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին, որն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ Պատասխան. Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր բակարդակով հայտարարել է ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո եւ դե յուրե ավարտ եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոստույթի ներքո։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Այսինքն, եթե ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ավարտենք, մենք կհրաժարվենք ԵԱԿ Մինսկի խմբից, որտեղ այլևս դրա կարիքը չի լինի։ Եղբայր, եթե դու Արցախի հետ կապված ոչ մի կետ քո խաղաղության փաստաթղթում չունես, Արցախի ոչ գերիներին վերադարձի խնդիր ունես, ոչ Արցախահայությանը Արցախի տարածք վերադառնալու իրավունքի եւ անվտանգության խնդիրը լուծելու խնդիր ունես, դրանք ձևակերպված չի խաղաղության պայմանագրում։ Դու ասել ես, որ Արցախի հարցը լուծված է, Արցախի թեմա Հայաստանի օրակարգում չկա։ Եվ այդ պարագայում ինչ կապ ունի, եթե մենք ու Ադրբեջանը լավ լինենք, մենք կհրաժարվենք Մինսկի խմբի ֆորմատից, որի նպատակը Արցախի հարցը լուծելն էր։ Ինչի ենք մենք բերում այս երկուսի, երբ որ մենք այս երկուսը իր հետ կապում ենք, Ադրբեջանն է նախապայման է դնում, ասում է դե դրանից արի հրաժարվի, նոր մենք գնանք խաղաղության պայմանագրի, որովհետև գիտի, քանի Մինսկի խմբի
ֆորմատը գոյություն ունի, վաղը մյուս օրը Արցախի հարցը նորից դնելու են աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի պարագայում մեր ու Արցախի համար, անբարենպաստ Ադրբեջանի համար, եթե ձևի իրավիճակը լի, այդ հարցը դնելու են։ Դրա համար ասում են հիմա հրաժարվի որպես նախապայման։ Մերոնք էլ բացատրում են, որ արի ստորագրենք, որ նոր հրաժարվենք։ Չէ, ասում է հրաժարվի, որ նոր ստորագրենք։ Հրաժարվես էլի չեն ստորագրելու։ Բայց մենք անհամոզիչ ձևով ենք բացատրում, թե մենք ինչի պետք է Մինսկի խմբի ֆորմատից հրաժարվենք, երբ որ մենք համանախագահ պետություն չենք, ստեղծել են թող իրանք էլ լուծարեն, եթե դրա կարիքը չկա։ Ինչի մի հատ այդ համանախագահ պետությունները բացի Ռուսաստանից, որ ասում են դե շփում չունենք հետները, դրա համար հրաժարվենք։ Այս շփում երեք չուներ, այսօր ունես։ Այսօր աղբերություն է ձեր ու Ամերիկայի միջև։ Ինչ շփումի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանի սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ, որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչու՞, որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել նման պահանջներ։ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղության պայմանագրով չի ճանաչում։ Դա ընդհանրապես սահմանազատման սահմանագծման հետ կապված հանձնաժողովի ասվել, որ մենք 91 թվականի Ալմատիի հռչակագրով ենք շարժվում, հիմք ենք դնում խորհրդային միության վերջի հաստատված օրինական քարտեզներին էլ ոչ մի տարվա քարտեզ, այդ քարտեզների պունջ։ Սա նշանակում է, որ նույնիսկ այս պարագայում էլի խնդիրը առաջանում, որ դա խաղաղության պայմանագրում այդ կետը բերած չի։ Իսկ սահմանազատում սահմանագծում կարող է 30 տարի տևի։ Այսինքն 30 տարի Ադրբեջանը չի պատրաստվում մեր տարածքերը այս պայմանագրով դու պետք է բանանես, ոչ թե այն փաստաթղթով, որը որ ընդհանրապես սահմանազատման խնդիր է լուծում։ Իսկ հիմա Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն մարտի 16, 17, 18, 19, 20, 21, քանի օր ժողովուրդ ջան, ամեն օր նման հայտարարություններ են անում, ինչի համար են այդ հողը նախապատրաստում, ամբողջ աշխարհին տարածում, որ Հայաստանն է կրակել։ Հայաստանը հերքում ասում է տենց բան չկա, Հայաստանից որոշ գործիչներ ասում են, որ Ադրբեջանն է կրակել մեր ուղղությամբ, հիմա ասում են պրովոկացիա, տենց բան չի եղել։ Մեր իշխանությունները ներկայացնում են, որ տենց բան չկա, իզուր են տարածում։ Մենք հակված ենք լսել մեր իշխանությունների պաշտոնական կարծիքը, բայց իրանք էլ համոզիչ չեն, ասում են կուսումնասիրենք, կտեսնենք, դման ինֆորմացիա չունենք եւ այլ եւ այլ։ Մերոնք ինչի են կասկածում, որ հանկարծ, եթե Ադրբեջանը նույնիսկ կրակի, մերոնք կվախենան, ասեն Ադրբեջանն է կրակել, շատ զգուշավոր են այդ ուղղությամբ։ Բայց ամեն դեպքում Ադրբեջանը սրանով հողա նախապատրաստում։ Ես ուզում եմ, որ մենք այս ամեն ինչին ուշադրություն դարձնենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերության։ Իհարկե դա ավելի ուշ մինչև վերիեթերից հետո կհեռարձակվի, ընդամենը մի մաս է դրված, այդ մասը ուղղակի անոնսի ձևով, դա մի հատ նայենք, ստորագրվում է պայմանագիր, որն ընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը. Ես միանշանակ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, ընդ որում այնտեղ չկա ոչ մի միակողմանի պարտավորություն, ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար, ասել է նա։ Ամբողջական հարցազրույցը այսօր ուշ ժամի ավելի ուշ կլինի մեր հարցազրույցից, բայց ուշադրություն դարձրեք։ Նախ միակողմանի պատրաստ ենք ստորագրելը որն է, եթե դու արդեն համաձայնությունը տվել ես այդ փաստաթուղթը եղել է, բարի եղեք այդ ամեն ինչը պայմանավորվելու արդյունքում հասնենք նրան, որ Ադրբեջանը նույնպես ստորագրի, քանի որ հիմա մերժողը Ադրբեջանն է, քանի Ադրբեջանը չի ստորագրել, անիմաստ է խոսել նրա մասին, որ մենք ստորագրում ենք, մենք մեր կողմից դա անում ենք որպես բարի կամք։ Բարի կամքը արդեն արված է, ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը համարձակ զիջումների է գնացել։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանն է գնացել այդ զիջումների։ Հիմա Ադրբեջանն է դիրքերը կոշտացնում։ Անընդհատ այս թեմայից խոսալը, մեկ էլ մի հատ բան, Նիկոլ Փաշինյանն ասում է, պատրաստ եմ ստորագրել այս պայմանագիրը։ Սենց է չհասկացանք, հիմա պայմանագիր է թե համաձայնագիր։
Նիկոլ Փաշինյանը մի օրվա մեջ 2, նախորդ օրն էլ 1 ասում էր դա համաձայնագիր է։ Սա ընդհանրապես բառախաղ չի, ժողովուրդ ջան, որովհետեւ եթե մենք խոսում ենք, որ միջազգային պայմանագիր, որը հետո ավերացվելու է, որը ունի ավելի բարձր կարգավիճակ, քան մեր ներքին օրենսդրությունը, դա վերաբերում է պայմանագրին, ոչ թե համաձայնագրին։ Համաձայնագիրը չի կարող ներքին օրենսդրությունից բարձր լինի։ Պայմանագրի կարգավիճակն է այդպիսին։ Այսինքն դուք տարիներով բանակցում եք, վերջը չգիտեք ինչ փաստաթղթի շուրջ եք բանակցում։ Մի օր կարող է պայմանագիր ասեք, մի օր համաձայնագիր։ Իսկ այդ պարագայում այդ պարտավորությունները համաձայնագրով դու չունես։ Եթե այդ պարտավորությունները դու համաձայնագրով չունես, չես կարող ասել, բայց համաձայնեցված կետերը, որ ստորագրենք, սրանով արդեն մեր ներքին օրենսդրությունից բարձր է, որի պարագայում այլևս խնդիր չկա, որ մեր մոտ տարածքային պահանջներ կա։ Բայց մինչև հիմա դուք չեք հասկանում, համատեղ ինչ եք ի վերջո ստորագրում։ Պետք է գոնե մեկը լինի մի հատ հոդաբաց բացատրություն տա այս ամեն ինչի նկատմամբ։ Եվ դրա համար ես շատ դեպքերում հիմա տեսեք խնդիրը որն է, մեզ որ անընդհատ ցանկանում են ցույց տալ, որ այդ տեսեք մենք ցանկանում ենք ռեգիոնալ քաղաքականություն վարենք, մենք ցանկանում ենք հարևանի հետ հարաբերությունը կարգավորել, այ մյուսները չեն ցանկանում, ինչա պատերազմ ու թշնամանք եք ուզում։ Չէ, ժողովուրդ ջան, խոսքը բենակ պատերազմի ու թշնամանքի մասին չի։ Մի կարճ բան ասեմ, որ դուք պատկերացնեք։ Էլի ուղղակի հիշացնեմ մի հատ հարցազրույցից մի կարճ հատված։ Առավոտ օրաթերթից 10 հուլիս 2004 թվականի կրկին բաց թողեցինք պատմական շանսը։ Մի հատ օրինակ ուղղակի ասեմ։ Ստրասբուրգում Քոչարյանի ելույթի հայ-թուրքական հարաբերությունների հատվածը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Դուք ինչ կարծիքի եք այդ մասին։ Ես հիմա պատասխանում եմ, Եվրախորհրդի բարձր ամբիոնից անհրաժեշտ էր խոսել քաղաքակրթական համամարտկային արժեքներին հավատարիմ լինելու, 21-րդ դարին վայել միջպետական հարաբերություններ հաստատելու, ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցելու, մեր պատրաստակամության մասին։ Այդ համատեքստում էր պետք ցույց տալ, որ Թուրքիան միշտ չէ, որ առաջնորդվում է այդ արժեքներով, մատնանշելով նրա ոչ քաղաքակիրթ պատվածքը ցեղասպանության ճանաչման հարցում։ Այնուամենայնիվ անհրաժեշտ էր կարևորել Թուրքիայի ձգտումն անդամակցել Եվրամիությանը, քանի որ մենք մեզ ավելի անվտանգ կզգանք, երբ մեր հարևանը, որի հետ ունենք չկարգավորված խնդիրներ, ժողովրդական արժեքներով առաջնորդվող Եվրամիության անդամ լինի։ Այսինքն ով է ասել, որ մենք կողմ չէինք, եթե Թուրքիան որոշակի պայմանավորվածություններով, խաղի կանոններով գործեր Եվրամիության եւ ավելի քաղաքակիրթ ձևով, թեկուզ պարտադրված էր իրան քաղաքակիրթ պահեր։ Այդքանն էլ մեզ բավարար էր, թեկուզ զսպելու։ Եվրոպայում է շատ երկրներ կան, մեկը մեկի նկատմամբ պահանջ ունի, բայց Եվրամիությունը զսպող գործոն է, նաեւ ՆԱՏՕ-ն զսպող գործոն է։ Նաեւ ասել ենք, ախպեր համաձայն ենք, թող ինքը լինի քաղաքակիրթ խաղի կանոններով շարժվի։ Բայց եւ ամենակարևորը, եթե ինքը չի ընդունում ցեղասպանությունը, սա ընդհանրապես բառ չի, որ ասես ցեղասպանությունը ընդունել չընդունելը ինչա տալիս, շատ բան է տալիս։ Ուզում ենք իմանանք դու շարունակում ես այն քաղաքականությունը, որը 100 տարի առաջ վարել ես, թե դու ափսոսանք ես հայտնում, թե դու ներողություն ես խնդրում։ Սա ուղղակի հենց այնպես բառ չի, ժողովուրդ ջան։ 77 թվականի ներողություն 1970 թվականին, որ Վիլի Բրանտը Գերմանիայի կանցլեր ֆեդերատիվ Գերմանիայի գնաց Լեհաստանում ծնկաճոկ հрьяաներից ներողություն խնդրեց, այդ ժամանակ հрьяաները մի եսիմիշ պետություն չէին չափով։ Բայց ինքը դրանով հենց մի հատ հարց ալում ասում են ժողովուրդ ջան, ներողություն ենք խնդրում, մենք Հիտլերի իրավահաջորդը չենք։ Այս մարդիկ երջանկացած են, որ իրանք մեզ սպանողների իրավահաջորդն են։ Սա նորից եմ ասում, սա մենակ բառի հարց չի, որ ասեն դե լավ ինչ ենք ընկել պատմական բաների հետևից։ Մարդը չի ընդունում, ժողովուրդ ջան։ Մենք ուզում ենք դրանով իմանանք այդ մարդը այդ ժառանգության կրողն է թե չէ։ Այնպես որ եթե թող այդ ժառանգության կրողը լինի, Գերմանիան էլ Լեհաստանին վերացնում էր, բայց հիմա պայծառ ապագայով առաջ են գնում։ Մենք չունենք այդ ընդհանուր պայծառ ապագան, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ։ Դա է որ մեզ մտահոգում է։ Չի կարելի ասել մենք կռիվ ենք ուզում։ Ոչ, դրանով մենք կռիվը ավելի ենք մոտեցնում, եթե բարբարոսի վայրենու հետ զիջումների ես գնում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։